So inanasել եք դեպի կամերաներել են։ Դեք անկեղծ ասած սպասում էի, որ նոր տարվա օրերին, կրոնական օրերին նման գործողություններին իրականացնելու եւ նպատակները մի քանիսն է Փաշինյանը։ Նախ ասեմ, որ ինքը ոչ մի օր, ոչ մի ժամ չի կորցնում։ Ջանասիրաբար պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին եւ այդ ընթացքում փորձում է մաքսիմալ խորացնել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կարող են հավակնել նվազագույնին, այսինքն ընտրական շեմի հաղթահարման։ Գոնե թե այդ հավակնությունը ունեցող ուժերի բոլորի նկատմամբ հետապնդումներ կան։ Եվ վաղ շաբաթում տեսնելով, որ ըստ էության բառացիորեն մի քանի ձայն է պակասել հայրենի կուսակցությանը, որպեսզի հաղթահարի ընտրական շեմը, սկսել են գործողություններ իրականացնել այդ կուսակցության եւ այդ կառույցի դեմ։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը հստակ հետևում է քաղաքական զարգացումներին, տեսնում է, որ կուսակցությունը Արտուր Վանյանի գլխավորությամբ աճում է, զարգանում է, տարածքային գրասենյակները բացում, թիմ ընտրություններին արդյունքները ցույց տալիս եւ այլն, եւ բնականաբար ամեն ինչ անել են, որ մինչեւ ընտրություններ այս կուսակցությունը նույնպես, ինչպես ընդդիմադիր մնացած բոլոր ուժերն են, զբաղվեն քաղաքական բանտարկյալներին ազատություն նվաճելու գործով, լինեն դատահարների դիմաց, լինեն բանտերում եւ այլն, այսինքն հնարավորություն չունենան պայքարել, նորմալ մասնակցել մեր քաղաքական գործընթացներին։ Սա է ընդհանրապես տեղի ունենում, ասեմ, որ դրա մասին նաեւ գրառում եմ կատարել, որ եթե պայմանական Արտուր Վանյանը ավելի ակտիվ մասնակցեր նույն Էջմիածնի ընտրություններին, չեմ բացառում, որ այսօր դատարանի դիմաց մենք հենց նրա կալանքի հարցով կլինենք, որովհետև իսկապես այս իշխանությունը ունի ծրագիր ամեն գնով, բառացիորեն ամեն գնով հաղթելու այդ ընտրություններում, դրա համար եթե այս տեմպով շարունակվեն, ինձ համար շատ կանխատեսելի են լինելու նաև այդ ընտրությունների արդյունքները, ճակերտավոր արդյունքները, որովհետև պարզ է, ինչպես արդեն ասացի, ընտրությունները արդեն կեղծված են եւ այն ինչ հիմա կատարվում է դատարանի շենքում, այդ կեղծումի հերթական նորամերից մեկն է ընդամենը։ Ըստ էության կարող են արձանագրել, որ իշխանությունները այսպես փորձում են ճնշում գործադրել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Դե ճնշումը հենց այսպես է լինում է։ Այսինքն ոչ թե փորձում են, այլ հստակ ճնշում են գործադրում, ապօրինի կալանքների են տանում, ընդ որում տանում են կալանքները նրանք, ովքեր ունեն առանցքային նշանակություն կուսակցության մեջ։ Այսինքն Խաչիկ Գալստյանը, որին բոլորս շատ լավ ճանաչում ենք որպես պարկեշտ, լավ գիտնական, որպես քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր է, եւ այլ, բայց ինքը նաեւ շատ լավ կազմակերպիչ է եւ իրենք թիրախային են հարվածում, այսինքն հետապնդում են առաջնորդներին, կազմակերպիչներին, նրանց ովքեր վաղը մյուս օր կարողանալու են ինչ-որ արդյունք ապահովել ընդդիմության համար ընդհանրապես եւ կոնկրետ իրենց քաղաքական ուժերի համար մասնավորապես։